Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ իմ տաղավարում այսօր ես հյուրընկալում եմ տնտեսագիտության պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին, շնորհակալություն պարոն Մարգարյան իմ հրավերը ընդունելու համար եւ տնտեսագիտության տեխնացու տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանին, շնորհակալություն պարոն Թավադյան կրկին իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես հարգելի գործընկերներ, նախ խոսքս ուղղում եմ պարոն Մարգարյանին։ Պարոն Մարգարյան, օրեր առաջ մենք միասին առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում մեկնել էինք Վանաձոր եւ այնտեղ Լեփլեցուն դահլիճում 400-ից ավելի այսպես քաղաքացիներ էին հավաքված դահլիճում։ Մենք տեսանք թե ինչ հարցադրումներ էին անում մարդիկ, այդտեղ էին նաեւ հարակից յուղական բնակավայրերից եկած մեզ ընդհանրիպման, ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, սա պարբերաբար մեր գործընկեր տնտեսագետների հետ հերթական հանդիպումներ, մենք եղել ենք մի շարք մարզերում եւ շարունակելու ենք, եւ ես քանի որ պարոն Մարգարյանը մասնակցել է այդ հանդիպմանը, ես խնդրեմ մեր հաղորդման ռեժիսորին, ուրեմն նայենք, ուրեմն ռեպորտաժը, հետո շարունակենք քննարկումը։ Խնդրեմ ռեպորտաժը։ Ինչպես եւ բոլոր բնակավայրերում Ստեփանավանում գոյություն ունի աշխատատեղերի լուրջ խնդիր։ Մարդիկ զբաղված են բուհակներում, հողակներում եւ սպասարկման ոլորտում։ Շատ կարեւոր է, որ կարողանաք դուք որևէ արդյունաբերություն կամ արտադրություն ստեղծեք, որպեսզի մարդիկ կարողանան աշխատատեղ ունենան, արժանապատիվ աշխատավարձ ունենան եւ չձգտեն արտագաղթել։ Շատ բաներ մենք կորցրել ենք։ Օրինակ եթե Վանաձորը հայտնի քիմիական արտադրական համալիր է եղել, չէ, քիմիական մանրաթելի եւ քիմիական գործարան, որը այդ ամբողջ համալիրն է եղել Վանաձորի, որը այսօր փոշիացված է, չկա, որի կազմել եղել է Վանաձորի փոքրիկ ջերմային էլեկտրակայանը։ Վանաձորի շենքերը ավակները կհիշեն, այդ ջերմային էլեկտրակայանի հաշվին էին ջրուցում նայեն։ Հնարավոր է, որ քիմիական համալիրը վերագործարկեն, ճիշտ չի լինի մասնագիտական առումով, որ ասեմ հիմա հնարավոր է, մեծ ներդրումներ պետք կլինեն, չի կարա կառավարությունը ասի ստեղծում եմ աշխատատեղ, ինքը պետք է նպաստի, որ Ստեփանավանում աշխատատեղ ստեղծելը ձեռնտու ունի։ Եվ Ստեփանավանցի շատ գործարաններ, ձեռնարկատերեր կարծում եմ այդ տաղանդը շատեր ունեն, բայց այդ միջավայրը ուրեմն եթե չի ստեղծում, ուրեմն ձևավորված չի այդ միջավայրը, եւ ոչ միայն Ստեփանավանում։ Կոնկրետ աջակցություն ապե, պետությունը ասի, քեզ տալիս եմ 0%-ով վար, այս փողը առ, հերթով ես քեզ ստուգելու եմ, թե փողը ինչի մեջ ես դնում։ Ես 6-րդ գումարման պարլամենտում արդյունաբերական քաղաքականության մասին օրենքի հեղինակն եմ։ Մայր օրենք, որ 0-ից է։ Օրենքների 99%-ը գործող օրենքների մեջ փոփոխություններն է։ Այդ օրենքը ինչ եմ ասել։ Պետք է Հայաստանում լինեն արդյունաբերական գոտիներ ու հնգամյա պետական ծրագիր։ Այսօր մեր պետությունը արդյունաբերության զարգացման ծրագիր չունի։ Այդ որ մենք ասում ենք սովետի վաղ մասնաճյուղեր են եղել, կարի ֆաբրիկաներ, տրիկոտաժ բան, դա եղել է պետական ծրագրով։ Հիմա սովետ չկա։ Պետական ծրագիրը, բայց դուք դի ունենաս, Ֆրանսիան ամբողջապես պետական ծրագրի վրա է գործում։ Դա չկապ չունի սովետներ չլինելու հետ, որպեսզի մարդը իմանա իր համայնքում սենց աշխատատեղ առնելու։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետական համակարգում պաշտոնական միջին աշխատավարձը 260,000 դրամ է, մասնավոր հատվածում շուրջ 300,000, 300,000-ից մի քիչ ավել է։ Բավարար է, թե բավարար չի։ Էդ էլ բավարար չի այս գնաճի պայմաններում։ Նվազագույն աշխատավարձը գիտեք, որ 75,000 դրամ, դրա մասին ընդհանրապես խոսք չկա, որ դա շատ հեռու է, կամ միջին թոշակը այսօր 50,000 դրամ է, նվազագույն թոշակը 36,000 դրամ է, միջին նպաստը 40,000 դրամ է։ Հեռու է, շատ հեռու է, աստղաբաշխական ուրեմն չափերով քաղաքացու նվազագույն կենսամակարդակը ապավելու համար, որովհետև նվազագույն կենսապահովման զամբյուղը 80-82,000 դրամ է։ Դե հիմա 36,000 դրամ։ Էդ էլ այդ 80-82,000-ը տենց ասելով է։ Դուք նայեք, որ ընդհանուր գների մեջ պարենային ապրանքների գները կամ առողջապահական ծառայությունների գները ինչ վիճակում է։ Անհնար է իհարկե։ Լուծումներ կա այս առումով, իհարկե լուծումներ կա։ Որն է լուծումը, սրա մասին շատ եմ ասել։ Այս երկիրը պետք է լուրջ տնտեսական աճ ունենա։ Հայաստանում կա մոտ 700,000 աշխատող վարձու։ Դրանցից 400,000-ը ստանում են մինչև 200,000։
Բայց կարող է 200,000-ներ ստանալ 120,000։ Հիմա այդ փողով կարած դու ապրես ընտանիքը, չի կարող։ Հիմա ինչ անի, կոչվում է աշխատող աղքատ։ Աշխատանք ունի, բայց աղքատ է։ Գյուղական համայնքներում, գյուղական շրջաններում չկան այնպիսի ռեսուրսներ, որ գյուղացի երեխան կարողանա գնա եւ իր գյուղում ինչ-որ սպորտային համալիրում մասվի, սպորտով զբաղվի։ Ոչ մի դպրոց Հայաստանում չպիտի փակվի։ Ուզում եմ հստակ հայտարարել դրամացին եւ խոսք տակ, որ քարոզելու եք այդ հարցը բոլոր հանդիպումներում ամենտեղ ամբողջ Հայաստանում։ Լիիրավ կիսում եմ ձեր հարցադրումը, որ դպրոց պետք է չփակվի։ Ուրիշ բան է, որ այդ շենքից վտանային դպրոցը դուրս գա, կողքը կամ մի քանի կիլոմետր այնտեղ գնա, որ սպասարկի։ Իհարկե գյուղական, որ 6 աշակերտ կա դպրոցը։ Պիտի պահենք դպրոցը։ Պետք է դպրոցը պետք է լինի։ Պետք է 6 աշակերտի համար դու ջանքեր։ Իսկ ով է մեղավորը, որ 6 աշակերտ կա մնացել։ Եթե նույնիսկ մեկ երեխա կա ու կարիք ունի գյուղում կրթության, դպրոց չպետք է փակվի։ Դա բիզնես չէ։ Պետությունը չպետք է նայի դպրոցին կրթական համակարգին որպես բիզնեսի։ Եթե շահաբեր չէ, ուրեմն փակենք։ Տեսեք, մեր երկրում կան շատ մասնավոր, բավականաչափ մեծ բյուջեներ ունեցող մասնավոր դպրոցներ։ Եվ նրանք հարկեր են վճարում, շատ բարձր, մեծ ծավալի հարկեր։ Ինչ է դժվար է վերապաշխել այդ գումարները ուղղակի սուբսիդավորելով այն դպրոցների ենթակառուցվածքը, ջեռուցում, ջրամատակարարում եւ այլն աշխատավարձեր, ուսուցիչների եւ այդ խնդիրը լուծել ու փակել։ Ունենք մանկապարտեզ, որտեղ աշակերտը սանը միջև հասնում է մանկապարտեզ, արդեն տունդարձի ժամանակն, այսինքն 9:30 դասերը սկսվում է, 1:30 ավարտում, դա կարելի ասել մանկապարտեզ չի։ Մանկապարտեզները հանրապետությունում պետք է լինի ծրի։ Ծրի լինի բոլոր մանկապարտեզները։ Դա ընդամենը 12-ից 14 միլիարդ դրամի պատմություն է։ Հիմա եթե ես վերցնում եմ $1 միլիարդ պարտք տարի, չեմ կարող 30-40 միլիոն դոլար ծախսեմ նրա վրա, որ մանկապարտեզները զրկեն։ Իսկ ինչ սոցիալական էֆեկտ կտա դա մեր ընտանիքներին, մեծ էֆեկտ կտա։ Պատերազմի ժամանակ բոլոր սահմանարներ գյուղերը մարդիկ ավելի ուրախ էին, քան որ այսօր խաղաղ պայմանը մարդկանց հետ խոսում ես, բոլորը հուսալքված են։ Հայ լինելու հիմնական առհավատչան եւ գրավականը մեր հայ ինքնության պահպանումն է։ Ամեն մարդ զուգահեռ մտածում է, որ այդ արժեքները կրելով ինքը պետք է երջանիկ լինի։ Երջանիկ մարդ, երջանիկ ընտանիք։ Եվ ամեն մի ընտանիքի ու մարդու համար երջանկության բանաձևը ֆորմուլան տարբեր է։ Մեկը շատ տարվում է գիտությամբ, կրթությամբ, բանով սկսում է այդ մեկը բիզնեսով է տարվում, իրան հետաքրքրում է մյուսին հետաքրքրում է ազդեցություն ունենա շրջապատի վրա, ազդեցիկ մարդ դառնա շրջապատում։ Դա մեկն էլ ուզում է այդ ամեն ինչը ունենա միանգամից, որը անհնար է։ Եվ այսպես, պարոն Մարգարյան, հատկապես մեր համաքաղաքացիները, վանաձորցիները, լոռեցիները հարցադրում էին անում հատկապես սոցիալ-տնտեսական հարցերի ուղղությամբ, աշխատատեղեր, կենսաթոշակներ, միջին կամ նվազագույն աշխատավարձ, նպաստներ, բայց հատկապես խոսքը գնում էր նաև դրան զուգահեռ, այսպես հոգևոր մշակութային խնդիրների շուրջը, դպրոց, եկեղեցի, հա, ընդհանրապես ինքնությունը հայկական պահպանելու հարցերը, բայց մենք այս փուլում երևի քննարկենք նաև կանդրադառնանք դրան սոցիալական տնտեսական հարցեր։ Այ դուք ինչ տպավորություն ստացաք, ինչ հարցադրումներ էր եւ արդյոք երևում են լուծումները, այն ինչին դուք ականատես եղաք։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Իսկապես Վանաձորը այն համատեքստը, որը դուք ներկայացնում եք, տիպական քաղաք է եւ նաեւ հարակից բնակավայրերի համատեքստը, նաեւ այն իմաստով, որ հանրապետության երրորդ խոշոր կամ խոշորագույն քաղաքն է, արդյունաբերական տպավորիչ անցյալով, հետևաբար ապահովված աշխատատեղերով եւ բարեկեցիկ կարելի ասել անցյալով, նույնը վերաբերվում է շրջակա բնակավայրերին։ Այսօր հակառակ պատկերն է։ Գործազրկություն, թերևս շատ ավելի մեծ մասշտաբների, քան մայրաքաղաքում է, աղքատություն, սոցիալական բևեռացում,
ենթակառուցվածքների թեր զարգացածություն, հատկապես բնակավայրերը շրջկենտրոնին կամ Վանաձորին կապող այդ համատեքստում էին հարցերը, բայց հիմնական հարցը իհարկե մարդիկ մտահոգ են իրանց սոցիալական դրությամբ, ցածր եկամուտներ, կենսաթոշակներ, նպաստներ, ցածր աշխատավարձեր եւ նաեւ ընդհանուր մթնոլորտից կար որոշակի դժգոհություն։ Բնական է, մարդիկ շատ սուր են ընկալում սոցիալական հարցերը առաջին հերթին եւ ակնկալում են լուծումներ, փոփոխություններ։ Ավելին, առաջարկություններ են անում հնդածս եւ ինչը մտածել է տալիս եւ էքսպերտներին եւ քաղաքական գործիչներին եւ իհարկե պաշտոնյաներին։ Շատ կարեւոր է, որպեսզի առաջնահերթ խնդիրները լուծվի հենց պետության նախ կենտրոնացված իշխանության կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, համայնքային ճանապարհներ, ջրամատակարարում, սոցիալական հարցեր, սրանք կրթության ոլորտի հարցեր, նաև դպրոցներ, դպրոցաշինության, վերանորոգումների հարցեր, սրանք առաջնահերթ են։ Այսինքն տիպական են բոլոր այս խնդիրները, որ մարդիկ բարձրացնում են եւ ակնկալում են լուծումներ։ Հարո Մարգարյան, ներեցեք, նաև քիչ հետո հարցս կուղեմ պարոն Թավադյանին, բայց մինչ այդ նորից կրկնեմ մեր հեռուստադիտողների համար, որ մեր հանդիպումները տեղի ունենում պարոն Ծառուկյանի կողմից առաջադրված առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում, ես հիշեցնեմ, որ մենք հանդիպում ենք մարդկանց ոչ թե ավելի շատ մենք առաջարկներ անենք, ավելի շատ մենք ինչ որ քարոզներ անենք, այլ հակառակը մենք լսում ենք մարդկանց, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում իրենց համայնքի կամ իրենց տարածաշրջանի մասով, ինչու՞ չէ նաև ամբողջ հանրապետության մասով, եւ այդ բոլորը հավաքագրելով, ամփոփելով հետագայում նա կդառնա մի մեծ ընդհանրական ծրագիր։ Հիմա միջև պարոն Թավադյան հարցը ուղղելը, տեսեք, պարոն Մարգարյան, նաև իհարկե քաղաքական մեծամասնության կողմից 21 թվականին, երբ նրանք ձևավորեցին հետպատերազմական փուլում իշխանությունը, այդ փուլում իրենց հնգամյա ծրագրում դրված էր աղքատությունը կրկնակի կրճատելու, այսպես հարցադրում կրկնակի։ Այսօր մենք ունենք աղքատություն 23.6%։ Լավ, ասենք մի քանի տարվա ընթացքում 24.5-ից իջել է 23.6, միևնույնն է դա 700,000-ից ավելի մեր համաքաղաքացիներն են։ Դա ահռելի մեծ զանգված է, այսինքն մոտ ամեն մի 4-րդը աղքատ է ըստ էության։ Եվ այս առումով տեսեք, հիմա 26 թվականին պատրաստվում են բոլոր քաղաքական ուժերը գնան 26 թվականի հերթական ընտրությունների ըստ էության։ Հիմա եթե այդ աղքատության հաղթահարման խնդիրը լուծված չէ, բայց ես մի անգամ սրա մասին ասել եմ, ընդունենք նայում ենք իշխանության աչքերով։ Ինքը ասում է, այո, դա լուծված չէ, բայց դա չի նշանակում, որ ձայն չի տա ժողովուրդը իշխող ուժին այսօրվա, որովհետև մենք կառուցում ենք դպրոցներ, կառուցում ենք մանկապարտեզներ, կառուցում ենք ճանապարհներ, իրականացնում ենք ասֆալտապատում, հա, եւ այլն, խաղաղության ընդհանուր այս համակարգն է փորձում ձևավորել, այս պայմաններում այդ դուք ինչ եք կարծում, որպես նաեւ փորձառու գործիչ, աննկատ կթողի մեր ընտրողը աղքատության չհաղթահարման այս խնդիրը, թե հաշվի առնելով այս մյուսը ինչ որ ես ասեցի, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ուրեմն այս բալանսի հաշվեկշռի մեջ այնուամենայնիվ կարող է դա առանձնապես չկարևորի, չնայած ասում եմ 700,000-ից ավելի, ուրեմն աղքատության այդ սահմաններում է։ Կարծում եմ, որ ոչ իհարկե, որովհետև հենց մարդիկ նաև դժգոհությունների մի մասը հենց վերաբերվում էր դպրոցներին, ճանապարհներին, տրանսպորտի բացակայությանը, նաև սակագներին, նաև այդ ոլորտում ըստ էության ոչ կազմակերպված վիճակին, սրանք հարցեր էին, որ մարդիկ բարձրացնում էին ջրի, խմելու ջրի, այսինքն միևնույնն է դա ազդեցություն կունենա։ Այո, եւ դա իհարկե սոցիալական վիճակի ատրիբուտ է, լայն իմաստով, եթե դու քո ծրագրային խնդիրները չես լուծում, քեզ ոչ մի դեպքում ձայն չեն տա, այնպես որ չէ, բայց դե մյուս մասով փորձում են լուծեն, չէ, արդեն ասեցինք։ Գիտեք ինչ, այդ բալանսը դուք տենց նայում եք հստակ, որ Ես նայում եմ, այո, որովհետև մարդկանց կյանքի էական բարելավում կամ որակի կյանքի որակի, էական բարելավում չկա։ Դեռ կանդրադառնանք պարոն Մարգարյան, հարցը ուղղում եմ պարոն Թավադյանին, պարոն Թավադյան, տեսեք, ելնելով այն ինչ որ մենք հիմա այսպես հարցերը ուղղեցինք այս ուղղությամբ, սոցիալական,
աղքատության հաղթահարման պրոբլեմատիկա եւ այլն, տեսեք, ես այսպես ասեմ, այնուամենայնիվ այդ հանդիպման ժամանակ էլ ես ասեցի, ցանկացած անհատ, անձ եւ ցանկացած ընտանիք ըստ էության փորձում է ստեղծված պայմաններում երկիրը ինչ տնտեսական զարգացում ունի, չունի, ինչ վիճակ է ճանապարհների կամ ջրի եւ այլն, ամեն մեկը իր ընտանիքի եւ իր երջանկությունն է փորձում կերտել, չէ՞, որովհետեւ միտքը որն է, մարդը երջանիկ ապրի, բայց դա ես միշտ ասել եմ, խիստ անհատական է։ Մի ընտանիքի մեկ անձի երջանկության բանաձևը նման չի մյուսին։ Կան ընդհանրական բաներ, ասենք երկրի անվտանգություն, եթե երկրի անվտանգ չի, ինչի մասնա խոսքը, կամ եթե նվազագույն, այսպես կենսապահովման դաշտը ապահովված չէ, էլի խնդիր։ Նվազագույն առողջապահական ծառայություններ չկան, էլի խնդիր, հա։ Եվ այս պարագայում, քանի որ ես գիտեմ, որ դուք ուշադիր հետևում եք նաև ամեն ամյա հանրապետության պետական բյուջեի այս քննարկումներին նախագծի դեռևս փուլում, այ ներկայացվել է 26 թվականի պետական բյուջեի նախագիծը եւ այնտեղ որոշակի փոփոխություններ կան ընթացիկ տարվա հետ համեմատ։ Այ ինչ եք տեսնում, տեսնում եք, որ այդ բյուջեի, ես չեմ ուզում ասեմ, անունը ինչ կդնեք, մի ժամանակ ասում են գոյատևման բյուջե, զարգացման բյուջե, չգիտեմ ինչ, այ դուք ինչ եք տեսնում, ինչ միտումներ կան այդ պետական բյուջեի ներկայացված նախագծի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ բյուջեն կարդալուց այն թողնում է փափուկ վայրեջքի տպավորություն, ինչի նկատի ունեմ ես, այս վերջին տարիներին ինչ որ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետություն, որոշակի նմանություններ ունի 2002-ից 2007 թվականի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ այն ժամանակ է բավականին մեծ քանակությամբ փողեր ներհոսեցին Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք 12% միջին տնտեսական աճ, ենթակառուցվածքներ շատ զարգացան, հյուսային պողոտան կառուցվեց, սակայն այդ 2008 թվականին փափուկ վայրեջք չեղավ, այսինքն այդ ինքնաթիռը, որը թռել էր եւ 12% շրջանում աճում էր, հանկարծակ 2008 թվականին վայրեջք կատարեց ու փլուզվեց, այսպես ասած, համաշխարհային ընդհանուր ֆինանսական ճգնաժամից մենք ունեցանք ամենացածր անկում այն ժամանակ 14%, մեզանից ցածր մենակ Ուկրաինան էր տարածաշրջանում, այո։ Այս ընթացքում ասեմ, որ մեր վերջին տարիներին տնտեսական աճը, որ ունեցել ենք, 12%, 8-7% 2003 թվականին հիմնականում ապահովված եղել դրսից եկած գումարներով, օրինակի համար 2022 թվականին 12.6% տնտեսական աճի կեսը ապահովել է բանկային ոլորտը ու ՏՏ ոլորտը, չհաշված այլ ոլորտները, որոնք վերարտանումից, այլ բաներից օգտվել են։ Հիմա, քանի որ այդ հոսքը դադարել է, ու նաև շինարարությունը որոշակի խնդիրներ ունի, կառավարությունը ուզում է, որ փափուկ է լինելու։ Դա առաջինը։ Երկրորդը կետը կրճատիկը եկեք մի րոպե մի հատ մեր հեռուստադիտողների համար, որպեսզի շատ խիստ մասնագիտական քննարկման դա չվերածվի, փափուկ վայրեջք։ Փափուկ վայրեջք։ Խնդրում եմ մեկ նախադասությամբ մեր հեռուստադիտողին ասել, ի վերջո, որտեղից ուր են գալիս փափուկ վայրեջք կատարելու։ Ուրեմն, ասենց ասեմ, վերելք ունեցավ տնտեսությունը դրսից եկած քամիների շնորհիվ, ու քանի որ իրավիճակը փոփոխվել է, արժութային ռիսկի հավանականությունը առկա է, այնտեղ միջազգային անորոշության դաշտը բավականին մեծ է, որոշակի ռիսկայնություն կա, որ 26 թվականին, 27 թվականին համաշխարհային տնտեսությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարող է փլուզվել։ Հիմա այս բյուջեն կազմված է այն ոգով, որ մենք ունենալու ենք փափուկ վայրեջք, բայց դա կարող է ապահովված չլինել։ Դա առաջինը, եւ երկրորդը, ինչի մասին լայն քննարկվում է այս պահին, որ բյուջեն դառնում է պաշտպանողական բյուջեից սոցիալական բյուջե, այսինքն կրճատվում են պաշտպանության ծախսերը, կրճատվում են ԲՏԱ նախարարության ծախսերը եւ զգալի են կրճատվում։ Ճիշտ է, կառավարությունը բացատրում է նրանով, որ 2024 թվականի համեմատ նույնն է գրեթե, այսինքն 25 թվականի համեմատ է կրճատել, բայց այդտեղ դա չկարևոր, կարևոր տոկոսային կշիռն է, տոկոսային կշիռը անկում է ապրել համեմատարդ նախորդ տարիների հետ, սա իհարկե պատճառներ ունի, կառավարությունը որպես պատճառ ներկայացնում է, որ մենք ապրում ենք այն դրվագն է ներկայացնում, որ մենք այսպես ասած ապրում ենք արդեն իսկ խաղաղության շրջանում, ես հավել դա չեմ կոմենտի,
կթողեմ քաղաքական գործիչներին, բայց նաև պիտի հասկանալ, որ մեր բանակ այս պահին վերափոխման փուլում է եւ ծախսեր կրճատել, ասենք, խելամիտ չէ։ Նաև այն է հանգամանքը, որ օրինակ եթե 22-23 թվականին բտանախարարության ծախսերը կատարվում էին, 23 արդեն 24-25 թվականներին 20-50%-ն է թե կատարում ունեն, այսինքն փողը տալիս են, չեն կատարում, երևի թե դա էլ պատճառներից մեկը հանդիսացել, որ եթե չեմ սխալվում, 25 ընթացիկ տարվա պետական բյուջեին պաշտպանական ծախսերը մոտ 660 միլիարդ դրամ էին, հիմա մի 100 միլիարդով, բավականին 14%-ով, բավականին զգալի կրճատում է, նու նաև ոչ միայն պաշտպանության, այդ ամբողջ պաշտպանության անվտանգության ընդհանուր համակարգի մասն է խոսքը։ Հիմա Անթավազյան, տեսեք, հիմա այնուամենայնիվ պետական բյուջեի ներկայացված նախագիծը փորձում է ուրվագծել կամ նախանշել այն սցենարը, որով Հայաստանի սոցիալական եւ տնտեսական կյանքը պետք է ուղղորդվի այս կամ այն կերպ, այսինքն այնտեղ, չգիտեմ, քեշբեքի մեխանիզմ է մտցրել սոցիալական բլոկում, ինչ որ քաղաքացիների համար 12%-ը դառնում է 20%, ավշի թոշակառուների եւ այլն։ Թոշակների աճ չի սպասվում, արդեն որերորդ տարին է, դրա փոխարեն այդ հետ վերադարձի, հետ վճարի մեխանիզմի աշխատում։ Ես չեմ ուզում մենք փափուկ վայրեջքով անցնենք մյուսին, բայց միջև դրան անցնելը, որտեղ սոցիալական հարցերի մասին շատ ենք խոսում։ Պարոն Մարգարյան, տեսեք, այնուամենայնիվ եկեք մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մասին խոսենք մենք։ Մեկ-մեկ կարող է դա թվա թե շատ մասնագիտական է։ Տեսեք, այնուամենայնիվ դուք ինչ եք կարծում, Հայաստանը պետք է նորից վերստին դառնա արդյունաբերական երկիր, արդյունաբերական ինչ որ Վանաձորում մենք տեսանք, թե մենք կարող ենք sense ինչ որ տարբեր այսպես ճանապարհներով առևտուր ծառայություններ, չգիտեմ, նորից ինչ որ վերարտահանում, չգիտեմ, հա, ասինքն մեր կայուն, մեր նկատտնտեսական դեմքը, տենց ասեմ, ո՞րն է լինելու։ Հայաստանը իսկապես պետք է այլընտրանք չունի, պետք է դառնա նոր արդյունաբերականացված երկիր։ Հիմա այդպես է, նոր ինդուստրիալիզացիայի, այսպես ասած, պարադիգմի երկիր, հիմնված նորարարությունների վրա, բարձր ավելացված արժեքի մասաբաժին պարունակող պրոդուկտների, հետևաբար բարձր ու մրցունակ բարեկեցության երկիր, ընդ որում ներառականության սկզբունքով։ Այն, որ աղքատությունը դա հետևանք է, բոլորս էլ հասկանում ենք, դա կառուցվածքային խոցելիությունների հետևանք է նաև։ Հանք արդյունաբերության ոլորտը, ՏՏ ոլորտը, բանկային ոլորտը, 1-2 խաղաբիզնեսը այդտեղ եւ գերշահույթներ են եւ բարձր գերբարձր աշխատավարձեր են։ Եվ երկրում գոյացող միջին աշխատավարձը, որը համեմատաբար բարձր է, կարելի ասել մեզ համադրելի երկրների համար մրցունակ է, իրականում խիստ դիֆերենցված է։ Ոլորտների մի զգալի մասում, նույն կրթության ոլորտում, ծառայությունների ոլորտի շատ բնագավառներում, ասենք առևտրի ոլորտում, որքան են վաստակում, ասենք վաճառողները, ցածր աշխատավարձեր են եւ ընդհանրապես եթե նայենք աշխատավարձի, այսպես ասած, հասցեականության առումով կառուցվածքին կտեսնենք շատ փոքր մասն է, որ բարձր աշխատավարձերի տիրույթում է։ Ինչու է այդպես, որտեղ քաղաքականության գործիքակազմերը ադեկվատ չեն եղել։ Հիմա եթե դառնանք արդյունաբերականացմանը, Հայաստանը ունի բոլոր նախադրյալները եւ ունեցել է, եւ խորհրդային միությունից դեռևս եկող այդ պարադիգմը հարկավոր է շարունակել։ Միշտ այդ հնարավորությունը կա։ Եթե դու չես անում, քո մարդկային պոտենցիալը արտահոսում է երկրից։ Գիտնականներ, ինժեներներ, տեխնոլոգներ, մասնագետներ, արհեստավարժ բանվորներ, նույն Վանաձորից, եթե Վանաձորն է տվյալ դեպքում մեր այսօր ելակետը խոսակցության, քիմիական արդյունաբերության գերեսկան եւ իր ագլոմերացիայի ձեռնարկությունները, ավտոգենմաշը, էլեկտրոնային արդյունաբերական ձեռնարկությունները, սարքաշինական բազմաթիվ ընկերություններ էին գործում, ինչ վիճակում են, մնացել է կմախքները, այդ ձեռնարկությունների շենքերը, ընդ որում թալանված վիճակով, իսկ մարդկանց մի զգալի մասը արտագաղթել է։ Իդեպ այդ հանդիպման ժամանակ, եթե հիշում եք, այնտեղ նաև ներգաղթի ծրագրերի մասին ոմանք հարցեր էին բարձրացնում, նաև շատ սուր հարցադրումներ արեցին Արցախից ներգաղթած մեր հայրենակիցները, շատ կարևոր է։ Այդ մարդկանց, այո, հարցերը լուծելու հիմնական ճանապարհը
մրցունակ, բարձր եկամտաբեր աշխատատեղեր են։ Շարունակեմ։ Այո, դուք իրավացի եք, մենք ունեցել ենք արդյունաբերական խոշոր ընկերություններ, մոտ 700 խորհրդային միության փլուզման պահին, տարբեր պատճառներով եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նոր ստեղծված իրավիճակը շուկայական հարաբերությունների թույլ չի տվել, որպեսզի մի շարք ընկերություններ վերապրոֆիլավորվեն կամ զարգանան, ասեմ ինչի, սա կարևոր հարց է, տեսեք, Վանաձորում մենք խոսեցինք նաև այն մասին, որ տեսեք, քիմիական գործարան եւ քիմիական մանրաթելի, սա մի մեծ քիմիական համալիր, այնտեղ կար գիպ կերկոչում, Գազդարսն ինստիտուտ պոլիմերներ կլեև, ասենք սոսինձի, ասենք այս ամեն ինչը այդ ներուժը, այդ ամբողջ այդ գիտաարտադրական, չէ՞, տենց բան գիտաարտադրական, այդ ներուժը ըստ էության փլուզվել է, չկա։ Հիմա երբ նա կարող էր աշխատել, երբ որ լինեին օբյեկտիվ նախադրյալներ այդ արտադրատեսակները թողարկելու շահութաբերության առումով, ասինքն ինվեստորը, ներդրողը նախ մեծ ներդրում պետք է կատարի, որտեղ այն ժամանակ խորհրդային միությունից համարյա զրի ամեն ինչ ստանում էին, արտադրում էին, շահութաբերության խնդիր չկար։ Այս փուլում արդեն ինքը կարող է վերազինվեր, վերակառուցվեր, բայց միևնույնն է, ձեռնտու պետք է լինի դե։ Օրինակ հիմա Քաջանի պղնձամոլիբդենային կոմբինատ, չէ՞, կամ մագարակի կոմբինատ։ Ինչի է դա վերագործարկվել ու ուրեմն աշխատում, որտեղ ինքը հանքանյութի արդյունահանում է, միջազգային շուկայում գին ունի, ինքը շահութաբեր է, գերշահութաբեր է, եւ այդ գործունեությունը առաջ է գնում։ Այս պարագայում եւ ոչ միայն այս պարագայում Վանաձորի քիմիական կամ Նայիրիտը ոնց փլուզվեց, չէ, ասենք թե դա էլ մի առանձին թեմա է։ Այսինքն Հայաստանի տնտեսության կառուցվածքը մենք պետք է կարողանանք մասնագիտական ճիշտ այսպես աուդիտի ենթարկվենք, թե ինչն է ձեռնտու։ Ինքը ձեռնտու կլներ այն դեպքում շատ կարևոր ծերելի հայրենակիցներ, եթե դու միլիարդավոր դոլարների ներդրում բերես այդտեղ, բայց այդ միլիարդավոր դոլարները մեր նման փոքր չափերով երկիր ոչ մեկ չի բերում, որը ունի տարբեր ռիսկեր եւ որևէ միլիարդավոր դոլարներ ստեղ չեն գա։ Այսինքն այդ գործարաններն են այդ տիպի ծավալուն ներդրման հետևանք պետք է լինի, դրա հետևանքով պետք է աշխատեր։ Սա է խնդիրը, խնդրեմ պարոն Թավադյան։ Ուրեմն ես կուզենայի խոսել առաջին աշխատավարձերի մասին, տնտեսական կառուցվածքի մասին։ Մեր կառավարությունը խոսում է նրա մասին, որ մեր աշխատավարձը միջին աշխատավարձը բարձրացել է բավականին 18 թվականից 180,000-ից մինչև 300,000-ից ավել է այս պահին, այո, եւ ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 2 անգամ աճի մասին, բայց սա ընդհանուր պատկերը ցույց չի տալիս, որովհետեւ այդ աշխատավարձային ֆոնդի 80%-ը ձևավորվում է քաղաք Երևանում, 80%-ը, այսինքն այդ փողերը, որը կան Հայաստանի Հանրապետություն 22-23 թվականին ապահովեցին տնտեսական աճ, հիմնականում մնացին Երևան քաղաքում։ Նույնն էլ ցուցանիշներ, նույն բանի մասին են խոսում, առևտրի գրանցված, առևտրի 80%-ը քաղաք Երևանում է։ Վարկերը, որ վերցնում են 80% Երևան, այսինքն մենք ունենք այնպիսի վիճակ, որ Երևան քաղաքը զարգանում են, մնացածը լքյալ է։ Դու տեսեք, հասկանալի է, թե ներողություն, պարոն Թավադյան, հասկանալի է, թե ինչու է այդպես, բայց եկեք մեր հեռուստադիտողներին ասենք, ինչու հատկապես Երևան։ Երևանի մեջ էլ Երևանի կենտրոն։ Հա, ի՞նչն է խնդիրը։ Ուրեմն ասեմ, որտեվ բանկային համակարգը եւ ՏՏ ոլորտը տեղ է գտնում, բայց դա առանձին հարց է։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք միջին աշխատավարձի մասին, միջին աշխատավարձի ցուցանիշը բավականին խապուսիկ ցուցանիշ է։ Ինչի նկատի ունեմ ես։ Եթե 2018 թվականին պատկերացնենք Հայաստանում 5 ընտանիք կար, որոնք ստանում էին համապատասխանաբար 1, 2, 3, 4 եւ 5 դրամ, եւ միջինը գալիս էր 3 դրամ միջին աշխատավարձը։ Այս պահին նույն 5 ընտանիքները ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ եւ ըստ այդմ միջինը գալիս է 4 դրամ։ Մենք ունենք միջին աշխատավարձի աճ եւ կառավարությունը ասում է, տեսեք, մեր միջին աշխատավարձը ինչքան է աճել, բայց աղքատությունը նույնն է մնացել, զարմանում են թե ինչու, բայց հարցը այն է, որ այդ աղքատ եւ միջին խավը ինչքան ստանում էին, ենթադրենք 100,000 դրամ, այս պահին նույնն են ստանում, հավելյալ գնաճ։ Շատ կարևոր բան եք ասում, պարոն։ Եվ հիմնականում բանկային ոլորտում են աշխատավարձերը աճ, այս պահին բանկային ոլորտի միջին աշխատավարձը գրեթե 1 միլիոն է, բայց դա չի նշանակում, որ ես հիմա գնամ կամ ինչ-որ մեկը գնամ բանկային ոլորտում աշխատի, դա է ստանալը, որտեղ սպասարկմանը ոնց որ ստանում էին բանկային ոլորտում 100-150,000 դրամ, հիմա էլ են այդքան ստանում։ Պարզապես այդ գումարները, որ եկան, բարձր էշելոնները բանկային համակարգի առանց իրանց գրում 1 միլիոն դրամ, հիմա 10 միլիոն դրամ են գրում։ Պարոն Թավադյան, տեսեք, շատ հետաքրքիր բան է, այսինքն եթե մենք ասում ենք 700,000-ից մարդ աղքատ է հանրապետությունում, ամեն չորրորդը, դա նշանակում է, որ եթե աղքատ են մնացել, ուրեմն այդտեղ որևէ աճ չկա։ Այսինքն կարող է 3-4 հազար դրամ ընդունենք, եթե հիմա եթե մենք այսպես աստիճանակարգման համակարգով ասենք,
մոտ 400,000 մարդ ստանում է մինչև 200,000 դրամ աշխատավարձ, բայց այդ այո, միջև, ես չեմ ասում 200,000, իսկ դա նշանակում է, որ կարող է դրա մեջ 200,000 մարդը ստանան 120-130,000, հա։ Սա նշանակում է, որ անընկալելի, այսինքն դա անհնար է, այսինքն եւ դրանից հետո արդեն, չէ՞ որ մենք ունենք մոտ 700,000 վարձու աշխատողներ, այսինքն այդ 700,000-ից որ հանում ենք 400,000-ը, այն 300,000-ի մեջ հնարավոր է, որ եւս 180-190,000-ը ստանում են մինչև 300-350,000, այդ շալը բարձր է, եւ այն փոքր մասը արդեն այդ 700,000-ի, ընդունենք 50,000-ը կամ 60,000-ը, արդեն գալիս է 500,000 միգուցե ավել։ Էն էլ դուք ոլորտները շատ ճիշտ նշեցիք, ուրեմն ՏՏ ոլորտ, բարձր աշխատավարձ, բանկային համակարգ, լեռնահանքային արդյունաբերություն եւ որ աշխատավարձ։ Էն էլ որոշ չափ, այսինքն սա պատկերն է տալի, այսինքն զբաղվածության այսպես քարտեզը, աշխարհագրությունը եւ մենք Վանաձորում մի հետարքիր բառ ես օգտագործեցի, քիչ հետո կշարունակենք, այսինքն դուրս է գալի որ մարդը աշխատանք ունի, բայց աղքատ է։ Հա, անը դնում ենք աշխատող աղքատներ։ Այսինքն աշխատող աղքատ, մարդը ստանում է աշխատավարձ, գիշեր-ցերեկ աշխատում է, բայց անհնար է, էս գնաճի պա եւ գնաճն էլ ուտում է այդ ամեն ինչը, խնդրեմ։ Այստեղ կառավարությունը հստակ պիտի տարանջատի միջին աշխատավարձ եւ միջին մարդու աշխատավարձ, այսինքն պարզ թվաբանական միջինը եւ մեդիանը, մեջնակետը։ Դրանք տարբեր բաներ չեն, եթե հարուստները ավելի են հարստանում, դա միջինը թվաբանական ինքնըստինքյան քաշում է միջինը իր վրա։ Մեր մոտ միջին մարդու աշխատավարձը այս պահին, եթե հանենք հարկերը, մոտավորապես 170,000 դրամ է։ Այսինքն 170 բնակչության կեսը 170,000 դրամից ավելի քիչ աշխատավարձով է աշխատողների։ Այսինքն օրը 6,000 դրամ։ Այո, եթե մաքուրով հաշվենք։ Այո, դա պիտի հասկանալ։ Բայց ներողություն, շինարարության ոլորտի կամ տարբեր այսպես որ ասում են տարբեր ոլորտների էլի մաքրման, այսինքն օրական ներողություն, եթե հնդիկները աշխատում են, 8,000-ով աշխատող չկա, 10,000-ից պակաս օրական հնդիկ աշխատող չունենք եւ հայերը ասենք 12-ից 15,000 է, այսինքն եթե մենք համադրում ենք որակավորում չպահանջող աշխատանքի վարձատրության մակարդակը այն թվերի հետ, որ մենք ասեցինք ձեր ասած 170,000-ի հետ, ասինքն 5-6,000 օրեկան։ Մենք տեսնում ենք ինչ անհամամասնություն, այսինքն դուրս է գալի, որ որակավորում չպահանջող աշխատանքի նկատմամբ պահանջարկը շատ ավելի բարձր է։ Շատ ավելի բարձր է։ Տեսեք ինչի են գալի։ Եթե կարելի է արձագանքեմ, դա հետևանք է էլի։ Պատճառը ո՞րն է։ Պետության ֆունկցիան, պետությունը պետք է ունենա հստակ եկամտային քաղաքականություն։ Երբ որ ասում ենք հարկաբյուջետային եւ այլն, դրա կարևորագույն վեկտորներից մեկը եկամտային քաղաքականությունն է։ Դու պետք է ըստ էության էֆեկտիվ օգտագործես հարկային քաղաքականության լծակը։ Ակնհայտ է, որ 2020 թվականից համահարթի անցանք չէ, այդ համակարգը սկսեց աշխատել։ Ակնհայտ է, որ այդ համակարգը ձախողվել է, չի աշխատում, ներառականության խնդիր չի լուծել եւ ըստ էության այդ բարձր տեխնոլոգիական կամ միջին խավի գոյացման հիշում եք ինչ դիսկուսիա կար պարլամենտում, նաեւ լսումներ անցկացվեց, մենք էլ էինք մասնակցում եւ ըստ էության այսօր եթե հետհայաց գնահատենք, չի լուծել այդ խնդիրը։ Լուծումը նորից հետ քայլ կատարելն է, պրոգրեսիվ համակարգի անցում ոչ միայն անձնական եկամուտների աշխատավարձի, այլև որոշակի ոլորտներ պետք է պրոգրեսիվ հարկման տակ մտնեն, հատկապես բանկային համակարգը։ Ակնհայտ է, որ բանկային համակարգը վեր է ածվել պետության մեջ, կենտրոնական բանկը ըստ էության իր կարգավորման գործիքներով կամ չի ցանկանում, կամ չի կարողանում, կամ այդ գործիքները թույլ են, հետևաբար դա պետք է անի կառավարությունը։ Պետք է պրոգրեսիվ հարկման մեխանիզմներ դնել շահույթների վրա, ավելին կներեք, ավելին ոչ միայն աշխատավարձերի ղեկավար անձնակազմերը պետք է զգան մենեջմենտը բանկային եւ սեփականատերերը, որ որքան շատ են իրենց վերցնում, այնքան բազմապատիկ ավելի են վճարելու բյուջե։ Շատ բարի։ Սա մոդել է աշխարհում ընդունված պահանջներով կվերաբերվեմ այս ամեն ինչին, բայց հետաքրքիր գաղափարները։ Ասենք ինչն է վերապահում ձեզ մոտ, խնդրեմ։ Տեսեք, պրոգրեսիվի մասով։ Տեսեք, ընդհանուր առմամբ այս նոր բյուջեն որ կա, նաև նախանշում է նա, որ հարկերն են բարձրանալու, որովհետև հարկեր հնարաբերակցությունը
փորձում է կառավարությունը բավականին բարձրացնել, դա նշանակում է, որ հարկերը մեծանալու են։ Ընդհանուր առմամբ 25% չի, այս տարի։ 23 ու 6-էր չկատարված մասով 24 թվի։ Հիմա պետք է 1.4%-ով բարձրացնեն հիմա 25-ին, այդ 26-ի մասով ընդհանուր առմամբ հարկերը ուզում են բարձրացնել։ Ստեղ տեսեք ինչ որ տեղով համահարթեցումը եկամտահարկի աշխատել է, ինչ որ տեղով ոչ։ Ինչ տեղով է աշխատել։ Տեսեք, ընդհանուր ի սկզբանե մտավախություն կար, որ եթե եկամտահարկը իջացվի, ընդհանուր հարկային մուտքերը իջնելու են։ Դրա համար հողի հարկը եւ գույքահարկը ընթացքում բարձրացվեցին, բայց մենք տեսանք հակառակը։ Ասենք եկամտահարկի իջեցումից հետո, ամարտեղծումից հետո հակառակը մի տարի անց եկամտահարկային մուտքերը մեծացան։ Ինչի համար, որովհետև պարզվեցվեց դաշտը եւ կազմակերպությունները ստվերից մտան աշխատատեղերը սկսեցին գրանցել, եկամտահարկի մուտքերը մեծացան։ Այսինքն կային ստվերային աշխատատեղեր, կամ չգրանցված կամ գրանցված ավելի քիչ աշխատավարձ արձանագրվող իրականի հետ համեմատած եւ արդյունքում երբ որ դա իջավ, եկեք դուք դա համեմատենք, քիչ հետո ես կասեմ, շահութահարկի եւ շահաբաժնի հանրագումարի դաշտի հետ, այսինքն այն ժամանակ եթե դե ես պետք է հիմա արձանագրեմ, մենք պետք է ասենք կարճ չենք կարող խոսել, եթե նախորդիվ պրոգրեսիվ եկամտահարկի ժամանակ պարոն Մարգարյան մենք ունենք 3 սանտղակ, կարծեմ 24, 28 չէ, միջև 150,000 դրամը 29-ներ, եթե չեմ սխալվում, 28-ը միջև 2 միլիոն եւ 2 միլիոնից ավելի 36%։ Ահա։ Հիմա տեսեք ինչ կատարվեց, այսինքն երբ որ եկան համահարթի, միտքը այն ժամանակվա այն էր, որ ասում էր եկեք բոլորի համար, բոլոր եկամուտների աշխատավարձների մասով 20% սահմանենք աշճանաբար, տարեց տարի, եւ դա իբր կբերի բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանը, այսինքն խթանենք բարձր վարձատրվող, հա, աշխատավարձերը, բայց արդյունքում դուք ճիշտ եք ասում, արդյունքում մի հատ օրինակի վրա ասեմ, ասենք եթե մարդը ստանում էր, ընդունենք 1 միլիոն դրամ աշխատավարձ եւ պետք է վճարեր 28% եկամտահարկ գնար, հիմա 20%-ա, 8%-ը 1 միլիոնի, անում է 80,000, չէ՞։ Այսինքն տվյալ անձը, որ ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ, 80,000 շահեց, այսինքն ռեալ իրական աշխատավարձ 80,000 ավել է ստանում, չէ՞։ Նույնիսկ ավել, որովհետեւ սոցիալական վճարները հասկանալի է։ Ինչ որ կետից ավելի քիչ հիմա դուք ասեցիք, որ պետական բյուջեն դրանով ինչ որ բաներ պետք է չստանա։ Այո, եթե չստանա 50-ից 60 միլիարդ դրամ, այդ համահարթ եկամտահարկը քիչ էր բերում։ Բայց արդյունքում դուք գիտեք, որ գույքահարկի ուրեմն ամբողջ գնահատման համակարգը փոխվել է եւ 26 թվականի հունվարի 1-ից ինքը լիարժեք մտնելու է իր ընդհանուր դաշտի մեջ, ինքը աշճանաբար էր աճում եւ 26 թվականի համար արդեն միջինը 4 անգամ գույքահարկը աճել է այն նախորդ այն գույքահարկի հետ, որը գնահատվում էր ոչ թե շուկայական մոտարկված արժեքով, այսինքն շուկայական արժեք հանած 20%, որից գույքահարկ, այլ կադաստրային արժեքով, որը ոչ մի կապ չուներ շուկայական արժեքի հետ։ Հասկանալի է, այսինքն դուրս է գալիս, որ նրանք ովքեր որ ունեն, չգիտեմ, մեծ բնակարաններ, կենտրոնում բնակարաններ, չգիտեմ, առանձնատներ եւ այլն, նրանք առնվազն 4 անգամ նրանց գույքահարկը ընդհանուր աճում է եւ գնում է այդ ձեր ասած համահարթ եկամտահարկի այդ չլրացված բյուջե չվճարված մասից մի քանի անգամ էլ ես կարամ ասեմ մի 2.5-3 անգամ ավել մուտքեր են գալու, ուրեմն բայց դրանք հիմնականում կգնան արդեն տեղական բյուջեներ, հասկանա, եւ հիմնականում Երևանի բյուջեն, դրանից ամենաշատը կշահի այդ գույքահարկից, ահա։ Եթե կարելի է ընդհանրապես, երբ խոսում ենք հարկման մասին, հարկը միայն ֆիսկալ ֆունկցիա կատարող լծակ չէ։ Հարկը, եթե խոսում ենք աշխատող մարդու աշխատավարձի հարկման մասին, խթանող լծակ է։ Եթե մենք խոսում ենք արտադրողականության, էֆեկտիվության, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերականացման մասին, մենք պետք է դիֆերենցիում այնուամենայնիվ կատարենք։ Սա օրակարգի հարց է, թելադրվող խնդիր է այսօր։ Մյուս կողմից, եթե գույքահարկի մասին եք խոսում, ես հարց եմ տալիս, մեր համայնքների տեղական ինքնակառավարման բյուջեները աճել են, տպավորիչ, հատկապես Երևան քաղաքում։ Մենք տեսնում ենք, մայրաքաղաքի բնակիչներ ենք։
ինչ վիճակում են մեր ճանապարհները, հատկապես մայրաքաղաքի մայրուղիները, Դավիթ բեկը անցնենք, տեսնենք ինչ վիճակում են։ Էլ ավելի վատթարվի, չգծանշված, նույնիսկ ասֆալտը արվել է ամիսներ շարունակ, չգծանշված։ Ինչ վիճակում է կոյուղու կամ ջրահեռացման համակարգը։ Ազևներից հետո։ Այո, բոլոր ենթակառուցվածքները էլ ավելի են վատթարացել։ Գույքահարկի հիմա բարձրացման էֆեկտը ո՞րն է, ես ուզում եմ հարցնել։ Կարելի է խնդիրը միգուցե անուղղակիորեն լուծել։ Մի քիչ եկեք ժամանակ տվեք։ Երևս ժամանակ արդեն 8 տարի է, 8 տարի Չէ, դե գույքահարկը այս մի 2 տարի է, 1-2 տարվա վրա այդ հարկը բարձրանում է, բայց մեր կյանքը պետք է միջավայրը էկո բարելավի։ Երևան քաղաքում քանի տասնյակ անքավայրեր են շահագործվում, ավելի ինտենսիվ է դարձել, փոշու մեջ կորած, տրանսպորտային կոլապս, ես շատ կարող եմ շարունակել այս ամենը։ Չէ, ներողություն։ Այդ գույքահարկը մի շարունակեք, ես ուրիշ բան, ես ուզում եմ մի քիչ մենք գանք մի քիչ ավելի կենսական մարդակենտրոն, էլի, մարդու քիմքին մոտիկ մի հարցադրում եմ անում, հիմա մի քիչ փոխում եմ այս թեման, որովհետև կարող է շատ երկար այսպես մասնագիտական ասույթներ ասենք, տեսեք, մենք պետքա նայենք, տեսեք, ուսանողների հետ շփվում ենք մենք մշտական, երիտասարդ մասնագետ, ավարտեց բարձրագույն ուսումնական հաստատությունը, մտնում է կյանք եւ ինքը ձգտում է արագ փոփոխվող աշխարհում, արագ ոտքի կանգնի, անկախ նրանից ծնողները կօգնեն, չեն օգնի, մեկի ծնողը կարող է մյուսի հետ հնարավորություն չունի, այս ուզում հատկապես հիմա պարոն Թավադյանին հարցս ուղղեմ, հետո պարոն Մարգարյանը։ Երիտասարդը, որ բուհը հիմա ավարտում է, որոշակի տաղանդ ունի, որոշակի գիտելիքներ ունի, եւ մենք եկենք, ես չեմ սիրում միջին վիճակագրական բառ ասեմ, լավ սովորող երիտասարդը, որը ավարտել է բարձր գործակցով, մոգով, ոնց որ ասում են, բուհը, նաեւ ուղեղը աշխատում է, շփումների դաշտում ինքը իրան լավ ազգում, կարող է կայանա, ոնց կայանա, այ ասենք, ընդունենք տնտեսագետ է կամ իրավաբան է կամ չգիտեմ, նո առանձնահատուկ բժիշկների մասին չեմ ասում, դա մի քիչ, հա, կարծում եք, որ այդ հնարավորությունը պայմանը կա, որ երիտասարդ մարդը կամ իր բիզնեսը դնի փոքր, հետո աճի կամ այլ համակարգերում մասնավոր աշխատի, այդ արագ ընթացքում քանի տարի կտակ նրան, որ ինքը կայանա մեր միջավայրում։ Այս հարցը զուտ տնտեսագիտական չէ, ավելի շատ հոգեկան տարր է, հոգեբանական տարր է, բայց ես լիովին պատրաստ եմ այդ հարցին պատասխանել։ Ես պատահական չեմ տալիս այդ հարցը։ Ասեմ, որ խնդիրները օրեցօր շատանում են երիտասարդների համար, հատկապես ոչ այնքան տնտեսության հետ կապված, այնքան ինչքան շփման հետ կապված, ինտերնետի հետ կապված, որովհետև երիտասարդ տղամարդու հոգին ավելի հեշտ կարող է կորել, այսպես ասած, խաղամոլության մեջ, ասենք ինտերնետային տարբեր չարիքների մեջ եւ այլն։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ այս պահին ինչ ենք մենք տեսնում, որ երիտասարդ տղամարդիկ ավելի քիչ են հաճախում բուհ, ավելի շատ աղջիկներն են հաճախում բու։ Եթե այս բանին մտնենք որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը լեզվաբանական չէ, ավելի շատ աղջիկներ են, ասենք 80-90% երակշռող մարզը տղաներ չկան, եւ այս բանին իրականում շուկան այնպիսին է, որ դիպլոմը, այսպես ասած, քանի որ ունենք կրթության արժեզրկում, ավելի շատ պարտադիր բան է, քան, բայց ոչ բավարար, ասում են լավ, դիպլոմ ունես, բա հետո ում է դա պետք։ Բայց իրականում պետք է, որովհետև առանց դիպլոմ ոչ մի բան չեն տալիս։ Գալիս այն, որ տղամարդիկ, տղաները ավելի շատ ինքները իրենց են ուզում բացահայտել տարբեր ուղղություններով, հասկանալով, որ առանց կրթության կամ կրթություն քիչ ստանալով, որովհետև զգում են, որ դա այսինքն ճանապարհը չէ, որ կարող է տանել։ Այստեղ խնդիրները սրանք ավելի շատ ոչ թե տնտեսական խնդիրներ են, այլ ընդհանուր արժե համակարգային փոփոխության խնդիրներ են, որով բախվում են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Շատ դիպուկ դուք նկարագրեցիք, տեսեք, հոգեբանական խնդիրներ, այդ հեռախոսի մեջ լինելը անընդհատ, խաղեր, հետո այդ խաղերը վերածում են ուրիշ խաղերի, հա, եւ կարող են մարդկանց տանել դեպի կործանում։ Եվ պարոն Մարգարյան, տեսեք, պարոն Թավադյանը հարցադրումների հետ ես համամիտ եմ։ Տեսեք, բայց մի ուրիշ բան էլ կա։ Մենք տեսնում ենք, որ աղջիկների մեծ մասն էլ աշխատում են սովորելուն զուգընթաց։ Ասենք, եթե դասը փորձում ավարտվի, արագ վազում են, որ գնան իրանց աշխատանքին հասնեն, ինչի համար, որ վճարեն իրանց ուսման համար։
Եվ տղաներ էլ կա, որ աշխատում են, ավելի քիչ են կշիռը, ավելի քչանում է։ Տեսեք, եթե չաշխատի, ուսման վճար չի կարող տալ։ Տեսեք, հետարքիր բան եմ ասում։ Ուսանողը չաշխատեց, նյութական վիճակը այնպեսին է, չի կարող վճարել ուսման վճարը։ Իսկ եթե աշխատի, դասի էլ քիչ գա, արդեն բացակայում է այնքան, որ գիտելիք չի ստանում, հետո խնդրեմ կա բուհից հեռացվելու եւ այլ, հա։ Այդ տեսեք, այսպեսի մի վիճակ, այսինքն մենք պետք է այս հարցին փորձենք պատասխանենք։ Միակ ճիշտ ճանապարհը բարձր խորքային գիտելիքներ ստանալն է եւ որի համար պետությունը պետք է պայման ստեղծի, որպեսզի լավ բարձր գիտելիքներ ունեցող ուսանողը, որը լավ է սովորում, ինքը այդ վճարի համար դուրս չմնա եւ այսպես կոչված զրոյական վարկ տան, հետո ավարտելուց հետո ինքը կարող է աշխատի վճարի, այ մենք դուք եք բախվում երևի այդպեսի մի։ Հենց այդ երևույթին մենք բախվեցինք, ձեր բառերով ասած, հենց Վանաձորի այդ հանդիպան ընթացքում դալիճի մի զգալի մասը երիտասարդներ էին։ Եկել էին եւ շատ ակտիվ հարցեր էին տալիս։ Եվ մի մասը վերաբերվում էր հենց կրթությանը, այդ թվում նաեւ բարձրագույն կրթությանը։ Խնդիրը ո՞րն է։ Պետությունը պետք է ունենա հստակ երիտասարդական քաղաքականություն, ծրագրեր, հնարավորությունների, ռեսուրսների հասանելիություն ապահովի երիտասարդ մարդուն։ Այո, մարդը կարող է շատ տաղանդավոր եւ շատ բարձր գիտելիքներով ավարտի, բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է հաջողություն ունենալու, աշխատատեղ ունենալու, սեփական բիզնեսը հիմնելու։ Բուհերը իհարկե կառավարության օժանդակությամբ պետք է արդեն ուսանողական տարիներից այդպես է միջազգային փորձը։ Որևէ, եթե բարձրակարգ համալսարան մտնենք, նրանք երկրորդ կուրսից աշխատում են ընկերությունների հետ, պետական կառույցների հետ, մենք էլ ենք ֆորմալ աշխատում, պրակտիկայի մեխանիզմները, փորձառությունների, բայց ընկերությունների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը պետք է լինի ավելի ֆրոնտալ, ավելի խորքային։ Նրանց լավագույն էքսպերտները պետք է աշխատեն բուհերի հետ, պետք է դասավանդեն բուհերում լավագույնները եւ կադրերին ըստ էության այդ ձևով տանեն, ինտեգրեն։ Շատ բարի։ Մարդը պետք է տեսնի, որ հաջողության պատմություններ են ձևավորվում։ Շատ բարի։ Վանաձորի մասին պարոն Մարկարյան հիշեցրիք, նորից ասեմ, որ այնտեղ մենք մի միտք ասեցինք, երևի դա դրա սոցիալական էֆեկտը շատ մեծ կլինի, այ բյուջե 2026-ի մասին ենք խոսում, պարոն Թավադյան, իսկ ինչ եք կարծում, հələ սա բու հələ դպրոցն իր հերթին, բա մանկապ նախակրթարանը, մանկապարտեզները, ինչ եք կարծում, ճիշտ չի լինի, որ հանրապետության մանկապարտեզները անվճար լինի, անվճար, եւ պետական բյուջեն լրացնի այդ նրանց բնականոն գործունեության ֆինանսական ծախսերը իրականացնի, ինչ է, երևի 14-15 միլիարդ դրամի պատմություն է ըստ բայց դրա էֆեկտը ես կարծում սոցիալական շատ մեծ կլինի։ Այսինքն այդ հոգսը էլի տեսեք մարդիկ էլ կան բազմազավակ, շատ երեխաներ ունեն իրար հետևից մանկապարտեզ, հետո դպրոց, հետո ուսանող, այդ բեռը ֆինանսական ընտանիքի վրա, այդ աշխատավարձերը որ ասում են։ Ընդունենք միջին աշխատավարձը 250-ից 300,000 դրամ։ Այդ բեռը 3-4 երեխա ունեցողների ո՞նց է լինում։ Ես հակառակը կողմից կմոտենայի, բոլոր պետությունները, նաև Հայաստանի Հանրապետությունն են ծնելիության խնդիր։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդագրական։ Այո, այս պահին 1 կնոջից գալիս է 1.6 երեխա, միջին ցուցանիշը։ Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչության թե այսպես շարունակվի, լինելու է 2 միլիոն 2100 թվական։ Ցավալի վիճակ է, այո։ Եվ ուրիշ ձևից եմ ուզում ասել, որ այսպես ասած մատչելի անվճար նախակրթական ուսուցումը ծնելիության մեծացման գրավականներից մեկն է, այսինքն որ կարողանան ծնողները, այսինքն հիմա բոլորից պահանջվում է աշխատել, մայրերը չեն կարողանում նայել երեխաներին, տատիկները մոտ չեն որ օգնեն, այս պայմաններում շատ երեխաներ ունենալը ծանր բան է, շատերը մեկ երեխայով են բավարարվում եւ այս տեսանկյունից իհարկե շատ կարեւոր է, բայց ես նաեւ կուզենայի վերադառնալ նախորդ հարցադրմանը, ընդհանուր առմամբ աշխատանքերի վերաբերյալ։ Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործազրկությունը բավականին բարձր է, 14%, 15%, բայց դա նրանից չէ, որ մարդիկ չեն աշխատում եւ նաեւ մենք անդրադարձանք նրան, որ բանկային համակարգը պետությունն է, պետության մեջ, դա էլ պիտի հասկանան սուրբ կորմն է մեր ընդհանուր։ Պետք է հասկանալ, որ այս պահին աշխատավոր
ժողովրդի, աշխատունակ ժողովրդի 18-ից 63 տարեկանը, բանկային համակարգում 16%-ը գտնվում է սև ցուցակում, ժողովրդի 16%, այսինքն կառավարությունը հայտարարեց 218,000 16%-ը, Չէ, դուք նկատում եք վարկառուների, ընդհանուր աշխատունակ բնակչության, այսինքն 1.1 միլիոնի, 1.2 միլիոնի 16%, այսինքն որտեղից է գալիս այդ հաշվարկը, որովհետև կառավարությունը հայտարարել որ 218,000 հոգի կարող է օգտվել այդ ծրագրից, որ 218,000 մինչև 1 միլիոն դրամ։ Ենթադրում էր, որ ներողություն, այդ որ ենթադրում ենք, ասում ենք 500,000-ից 700,000-ը դարել, դրա մի մասը հենց այդ միջոցառման արդյունքում է եկել վերագրանցվել, հասկացաք, այդ տոկոսը ամեն օր աճում է, տեսեք, 218,000 հոգի հայտարարից մինչև 1 միլիոն ժամկետաց վարկ ունի, այսինքն սև ցուցակում է, բայց իրականում թիվը 340,000-ն է, եթե բոլորը հաշվի առնենք։ Այսինքն այդ մարդիկ չեն կարող բանկային քարտերից օգտվել եւ հաջորդ տարվանից, ասենք, այդ 2% հետ վերադարձը ակնկալել։ Չեն կարող աշխատանքի ընդունվել մաքուրով, որովհետեւ արկադիրը կգա եւ 50% իրենց աշխատավարձի կտանի եւ ըստ այդմ մեր գործազրկության բարձր է ոչ թե նրա համար որ մարդիկ չեն աշխատում, այն նրա համար որ չեն կարող մաքուր գրանցվեն աշխատանքի եւ նախորդ փուլերից եկած խնդիրների այո, նախորդ փուլերից եւ ընդհանուր առմամբ վիճակը այնքան է օրեցօր ծանրանում, որ հարուստները հարստանում են, սակայն այն մարդիկ, որոնք այսպես ասած կարեկների մեջ են ճունեն, օրեցօր բաբանք են գտնում եւ ավելի են այսպես ասած բանի մեջ են գնում։ Սա պիտի հասկանալ եւ հատկապես խաղամոլության շարունակությունը եւ այլն, սրա արձագանքն է, դրա համար եմ ասում երիտասարդներին, հատկապես տղա երիտասարդներին, շատ կարեւոր է գիտակցել, որպեսզի այդ խավի մեջ չհասկանալ եւ այստեղ կրթության խնդիրը չի որպես այդպիսին, որ ասում են, տեսեք աղքատ են, որովհետեւ կրթությունը պիտի զարգանալ, այստեղ խնդիրը ավելի խորն է, ընդհանուր բանկային համակարգից պիտի սկսվի եւ ընդհանուր պիտի հասկացվի այս ընդհանուր ոնց պիտի լավացնել այս հարցը։ Շատ բարի, շնորհակալություն հարգելի գործընկերներ մեր այսօրվա քննարկման համար։ Այո, բանկային համակարգի ձեր գնահատականի հետ ես լիովին համաձայն եմ, իհարկե ունեմ որոշ վերապահումներ, բայց տեսեք, վերջի 1-2 տարվա այսպես նորամուծական, պարոն Մարկարյան, սիրում եք, չէ՞, դուք նորամուծական, նորարարական, գիտեք որներ բանկերի նորարարությունը գիտեք ինչու կայացավ, որ բանկերի հիմնական բաժնետերի մի մասը դարձան դոլարային միլիարդատերեր։ Տենց բանով ա տեսել փոքր երկրում այդ բանկային, ասինքն բանկային այս ինտեգրումը վերարտահանման, այս ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, հետո չգիտեմ ինչ, ասինքն դա եթե նայեք շահութաբերությունը, առաջի տասնյակում նայեք հարկատուների ցուցակը, տեսնեք, որ ինչ կառուցվածքային փոփոխություն ա եղել ի օգուտ բանկերի եկամուտների եւ բանկերի շահույթների։ Հիմա ես չեմ ասում, ես այն որ ասում եմ ուրիշի բաժնետերերի աշկներս թող ոչ մի բան չլինի, թող լավ է որ ինքը այդ, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի հաշվին է դա լինում, ինչ ծախսերի հաշվին, Եթե կարելի է, եթե նայենք ընդհանրապես պորտֆելի կառուցվածքը բանկերի 7 տրիլիոն մենք բան ունենք, 10 տրիլիոնից 7 տրիլիոնը վարկեր են։ Եվ եթե վերցնենք վարկեր հնա եւ ակտիվներ հնա հարաբերակցությունը դրանց դինամիկան, կտեսնեք, որ ես առաջինը, այսինքն ակտիվներ հնան անհամեմատ արագ է աճում։ Բանկերը այդպես տրզել են շնորհիվ ոչ վարկային գործառնությունների եւ դրանց մեջ հատկապես պետական պարտատոմսերի սպեկուլյատիվ գործարքներն են։ Արժութային, այո, այդ հսկայական մուտքը արժույթի պատերազմով եւ այլ հանգամանքներով պայմանավորված սպեկուլյատիվ գործառնությունների այդ դրանք պետքա հարկվի պրոգրեսիվ վարկայինը ոչ, որտեվ այդ եթե ավելի պրոգրեսիվ հարկես կնստի տոկոսների մեջ մեծ հաշվով կարող է եւ ավելացված արժեք, այսպիսի փորձ կա հատուկ ֆինանսական հարկ, որ դրվում է նման պարագաների վրա ցիկլով պայմանավորված իրանք դա կբերեն կմցնեն վարկերի տոկոսների մեջ, հիմա վարկերի տոկոսները կաճեն։ Այդ դեպքում կենտրոնական բանկը պետքա իր նորմատիվներով սանրի, դա շատ կարևոր է։ Շատ բարի։ Ուղղակի արձանագրենք, այդ թիվը չմոռանանք, մենք ունենք 10 տրիլիոնից փոքր ավել համախառն ներքին արդյունք եւ ունենք 7 տրիլիոնից ավել արդեն վարկային ընդհանուր պորտֆել։ Պատկերացնենք 7 տրիլիոնը, դա ինչ թիվ է, փոքր տնտեսություն, այս չափեր ունեցող մեր երկրի համար։
Դե ինչ, նորից շնորհակալություն հարգելի գործընկերներ, մասնագիտական լրջագույն քննարկում ունեցանք։ Իսկ սիրելի հայրենակիցներ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։